Խաղային ու կոռուպցիոն սխեմա NBA աստղերի ու ամերիկյան մաֆիայի ներգրավմամբ դաշնային իշխանությունները խոստանում են նոր անուններ։ Տեխնիկական խափանում Alaska Airlines-ում ավիաընկերությունը դադարեցրել է բոլոր թռիչքները պատճառաբանելով գաղտնի տեղեկատվական տեխնոլոգիաների խնդիր։ Սան Ֆրանցիսկոյում քաղաքական շրջադարձ նախագահ Թրամփը չեղարկել է դաշնային գործակալների տեղակայումը խոստանալով հետևել քաղաքապետի ինքնուրույն կարգավորելու փորձերին։ Սկսվել է պատմության ամենամեծ գործողությունը կարտելների դեմ, հակաթմրանյութային պատերազմը դառնում է նաև միջազգային։ Սենատը մերժել է թե հանրապետականների, թե դեմոկրատների օրինագծերը, իսկ զինվորականների աշխատավարձերը փրկել է անանուն բարերարը $130 միլիոն նվիրատվությամբ։ Մոսկվան արձագանքել է ամերիկյան պատժամիջոցներին, Պուտինը նվազեցնում է դրանց ազդեցությունը, բայց նավթի գները բարձրացել են 5%-ով։ Կիևը պատրաստվում է օդային վերելքին, Զելենսկին հայտարարել է Շվեդիայից մինչև 150 Գրիպեն կործանիչների գնումների բանակցությունների մասին։ Թրամփը դիտարկում է Իսրայելին կոչ անելու տարբերակ ազատ արձակել Ֆաթահի առաջնորդ Մարվան Բագութիին Գազայի հետպատերազմյան նոր կառավարման ծրագրի շրջանակում։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Կրկին ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում երեկոյան լուրերն են։ Եթե դեռևս չեք դիտել նախորդը, ապա այն կարող է գտնել մեր ալիքում։ Առաջին լուրը օրվա երևի թե top լուրն է։ Բացահայտվել է խաղային եւ կոռուպցիոն սխեմա NBA աստղերի եւ մաֆիոզ ընտանիքների ներգրավվածությամբ։ Նյու Յորքում այսօր դաշնային իշխանությունները հանդես են եկել, կարելի ասել, պատմական հայտարարությամբ։ ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի FBI-ի տնօրեն Քեշ Պատելը հայտնել է 34 անձի ձերբակալության մասին ընդգրկված հսկայական խաղային եւ մաֆիոզ ցանցում, որը կապ ունի ինչպես NBA, այնպես էլ La Cosa Nostra ամերիկյան մաֆիայի ընտանիքների հետ։ Քաշ Պատելի խոսքով քննությունը ընդգրկել է 11 նահանգ եւ բացահայտված հանցագործությունները վերաբերում են միլիոնավոր դոլարների անօրինական շահույթներին, ստացված խարդախության, փողերի լվացման, շորտման եւ ապօրինի խաղերի միջոցով։ Մենք ոչ միայն բացահայտեցինք խարդախությունը NBA-ի մակարդակով, այլև իրականացրեցինք արդարադատության գործողություն մաֆիոզ կառույցների դեմ, ներառյալ Bonanno, Gambino, Genovese եւ Lucchese ընտանիքները, հայտարարել է FBI-ի ղեկավարը։ Մեղադրանքի առաջադրվել NBA-ի նշանավոր դեմքերին Chauncey Billupsին, Portland Trail Blazers-ի գլխավոր մարզչին եւ նախկին աստղային խաղացողին, ինչպես նաեւ Terry Rozierին, Miami Heat-ի պաշտպանին։ Բիլապսը մեղադրվել է կեղծ պոկերային խաղի մասնակցության մեջ, որոնցում տուժողները, այսպես կոչված ֆիշերը, հրավիրվում էին խաղալ հայտնի դեմքերի պրոֆեսիոնալ մարզիկների հետ, բայց իրականում այդ խաղերը կեղծված էին, օգտագործվել են մեծ տեխնոլոգիական հնարքներ, քարտերի կարդացող սարքեր, ռենտգեն սեղաններ եւ կեղծ խառնող մեքենաներ, որոնք թույլ էին տալիս կանխատեսել հաղթող ձեռքը նախքան խաղի ավարտը։ Նյու Յորքի դատախազ Ջոզեֆ Նուելան հայտնել է, որ խարդախները ստեղծել էին համակարգ, որտեղ զոհերն անգամ չէին էլ կասկածում, որ խաղում են ոչ թե իրական մրցակիցների, այլ տեխնոլոգիայով կառավարվող խարդախ մեքենայի դեմ։ Երկրորդ գործը վերաբերում է NBA-ի ներսում ներքին տեղեկատվության հիման վրա խաղադրույքների սխեմային։ Ըստ մեղադրանքի Terry Rozierին ու մի քանի այլ խաղացողներ, որոնց անունները չի նշվում, փոխանցել են փակ տեղեկություն այն մասին, թե երբ եւ որ խաղացողը պատրաստվելու է կամ բաց թողնել խաղը, կամ շուտ լքել այն վնասվածքի պատճառաբանությամբ։ Այդ տվյալների հիման վրա հանցավոր գործընկերները օգտագործելով կեղծ անուններով խաղադրույքներ կատարել են 100,000-ավոր դոլարների ներդրումներ, նախապես իմանալով խաղերի ընթացքը։ Բիլապսը եւ Ռոզիերը հայտնվել են երկու առանձին, սակայն փոխկապակցված դաշնային գործերով մեղադրանքներում, իսկ որոշ մեղադրյալներ երկուսում էլ միաժամանակ։ Քննությունը շարունակվում է, իսկ FBI-ը հայտնում է, որ սա կարող է լինել մարզական աշխարհի ամենալայնածավալ կոռուպցիոն բացահայտումը վերջին տասնամյակներում, ու շուտով կհրապարակվեն նոր անուններ։ Ամերիկյան Alaska Airlines ավիաընկերությունն այսօր երեկոյան ժամանակավորապես դադարեցրել է բոլոր թռիչքները տեխնիկական խափանման պատճառով եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, այսպես խառնաշփոթի պատճառով։ Հաղորդագրությունում ասվում է, մենք բախվել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների խափանման, որն ազդում է մեր գործողությունների վրա, ուստի հրապարակել ենք ժամանակավոր ground stop թռիչքների դադարեցում։ Ավիաընկերությունը չի մանրամասնել խափանման բնույթը կամ տևողությունը։ Ground stop-ը թռիչքների դադարեցումը սովորաբար իրականացվում է ավիացիայի դաշնային վարչության FAA-ի կողմից, հաճախ հենց ավիաընկերության խնդրանքով։ Alaska Airlines-ը, որը սպասարկում է նաև իր դուստր ընկերությունները, Hawaiian Airlines-ը եւ Horizon Air-ը, չի հստակեցրել, արդյոք դադարեցումը վերաբերում է նաև այս երկու ընկերություններին։ Alaska Airlines-ը ԱՄՆ-ի խոշորագույն ավիափոխադրողներից մեկն է, թռիչքներ իրականացնելով 140 ուղղություններով, ներառյալ 37 նահանգ եւ 12 երկիր, հիմնականում ԱՄՆ արևմտյան ափից։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է չիրականացնել դաշնային գործակալների զանգվածային տեղակայում Սան Ֆրանցիսկոյում այն բանից հետո, երբ զրուցել է քաղաքապետ Դենիել Յուրիի եւ մի շարք խոշոր գործարարների հետ։ Վերջիններս հավաստիացրել են, որ քաղաքում արդեն ընթացքի մեջ են սեփական միջոցներով իրականացվող բարեփոխումները։ Թրամփը նախապես սպառնացել էր Սան Ֆրանցիսկոյում տեղակայել ազգային գվարդիան հանցավորության դեմ պայքարի նպատակով, սակայն քաղաքապետ Լյուրին եւ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել էին, որ նման քայլը անհարկի է, քանի որ հանցագործությունների մակարդակը նվազման միտում ունի։ Միաժամանակ այսօր առավոտյան ԱՄՆ մաքսային եւ սահմանային պահպանության գործակալները CBP-ն սկսել էին ժամանել Ալամեդայում գործող Coast Guard բազան ներգաղթի վերահսկման ուժեղացման համար, ինչն առաջացրել էր մի քանի հարյուր ցուցարարների բողոք։ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, դաշնային կառավարությունը պատրաստվում էր շաբաթօրը գործողություն սկսել Սան Ֆրանցիսկոյում, բայց իմ ընկերները, որոնք ապրում են այդ տարածքում, խնդրեցին դա չանել։ Ես խոսեցի նաև քաղաքապետ Լյուրիի հետ, եւ նա շատ քաղաքավարի խնդրեց իրեն ժամանակ տալ, տեսնելու, թե արդյոք կարող էինք նույն իրավիճակը փոխել։ Նախագահը նշել է, որ խոսել են նաև Soles Force-ի գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆի եւ Nvidia-ի ղեկավար Յենսեն Հուանի հետ։ Թրամփը հավելել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է վերահսկել իրավիճակը, եթե քաղաքային իշխանությունները այդուամենայնիվ չկարողանան արդյունավետորեն ապահովել կարգուկանոնը։ Լյուրին իր հերթին հայտարարել է, որ ողջունում է Սան Ֆրանցիսկոյի համագործակցությունը դաշնային կառույցների, այդ թվում թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ, սակայն ընդգծել է, բանակի կամ ներգաղթի ուժերի ներկայությունը քաղաքում կխոչընդոտի մեր վերականգնման գործընթացը։ Կևին Նյուսոմն էլ արձագանքել է X հարթակում նշելով. Թրամփը վերջապես այս անգամ լսեց խելամիտ ձայնը։ Բեյի շրջանը Կալիֆոռնիայի լավագույն հատկանիշների օրինակն է եւ ցանկացած փորձ այն քանդելու վնաս կհասցնի մեր առաջընթացին։ Այսօր Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ վարչակազմի ուժային կառույցների ղեկավարների հանդիպում մամուլի հետ։ ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ իր վարչակազմը սկսել է պատմության մեջ ամենամեծ եւ հաջող գործողությունը ուղղված երկրում արտաքին թմրանյութային կորտելների եւ միջազգային հանցավոր խմբավորումների վերացմանը։ Ըստ նախագահի գործողությունը իրականացվում է նորաստեղծ ազգային անվտանգության աշխատանքային խմբի Homeland Security Task Force-ի միջոցով, որը համատեղում է բոլոր դաշնային, նահանգային եւ տեղական ուժային կառույցների ջանքերը։ Նրա խոսքով վերջին շաբաթներին իրականացվել է ավելի քան 3000 ձերբակալություն, ներառյալ կորտելների անդամներ, իրավապահներն էլ առգրավվել են ավելի քան 70 տոննա թմրանյութ եւ 1000 միավոր ապօրինի զենք, ինչը Թրամփի խոսքով պատմական ցուցանիշ է։ Նա ընդգծել է, որ գործողությունը նպատակ ունի ոչ թե մեղմացնել, այլ լիովին վերացնել կարտելների ներկայությունը Միացյալ Նահանգների տարածքում։ Թրամփն ասել է, որ կարտելների դեմ գործողությունները վերածվում են միջազգային մասշտաբի պատերազմական ռազմավարության։ ԱՄՆ-ն արդեն իրականացնում է համատեղ գործողություններ Մեքսիկայի, Կոլումբիայի, Վենեսուելայի, ինչպես նաև Կարիբյան տարածաշրջանի ջրային սահմաններում։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեդը հավելել է, որ զինված ուժերը մշտապես հետևում են ծովային եւ ցամաքային ուղիներին, եւ յուրաքանչյուր նավ, որը տեղափոխում է թմրանյութեր, դիտարկվում է որպես ահաբեկչական սպառնալիք։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները կվերաբերվի կորտելներին այնպես, ինչպես Աֆղանստանում վերաբերվել է Ալ-Քաիդային, գտնել եւ ոչնչացնել։ Սենատն այսօր մերժել է ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների առաջարկած օրինագծերը, որոնք նախատեսում էին վճարել դաշտային աշխատակիցներին կառավարության փակման ընթացքում։ Քվեարկությունը կրկին ցույց է տվել կոնգրեսի խորացող հակասությունները։ Դեմոկրատները փորձել են արագացված ձայնային քվեարկությամբ ընդունել օրինագիծ, որով բոլոր դաշնային ծառայողները պետք է ստանային իրենց աշխատավարձը եւ պաշտպանվեին նախագահի վարչակազմի հնարավոր զանգվածային կրճատումներից։ Հանրապետականները դեմ արտահայտվեցին առաջարկելով իրենց տարբերակը, որով պետք է վճարվեին միայն այն աշխատողները, ովքեր շարունակում են աշխատել եւ արձակուրդում չեն։ Կառավարության փակման 23-րդ օրը շարունակվում են դեռևս փոխադարձ մեղադրանքները, իսկ լուծում չկա։ Դեմոկրատները հայտարարում են, որ չեն քվեարկելու կառավարության վերաբացման օգտին, քանի դեռ հանրապետականները չեն համաձայնում երկարաձգել առողջապահական ապահովագրության օրենքի Օբամաքերի շրջանակում տրվող սուբսիդիաները։ Զուգահեռ Թրամփը Սպիտակ տանը հայտնել է, որ ամերիկացի մի բիզնեսմեն անձնական միջոցներից նվիրաբերել է $130 միլիոն կառավարական փակման հետևանքով առաջացած ֆինանսական բացը լրացնելու եւ զինված ուժերի աշխատավարձերի վճարումն ապահովելու համար։ Նախագահը նշել է, որ բարերարը չի ցանկանում հրապարակել անունը։ Նա իրական հայրենասեր է, իսկական ամերիկացի, որը ցանկանում է օգնել իր երկրին առանց գովազդի։ Թրամփը հավելել է, որ գումարը ուղղվելու է բացառապես զինվորական աշխատավարձերի եւ պաշտպանության համակարգի ֆինանսավորմանը։ Քանի որ կառավարության փակման պատճառով մի շարք ծառայություններ եւ վճարումներ հիմա դադարեցված են։
Նախքան հաջորդ լուրերին անցնելը շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր գործընկերներին։ Աջակցություն, որը թույլ է տալիս շարունակել մեր աշխատանքը կենտրոնանալով միայն ալիքի զարգացման եւ հավաստի լրատվություն մատուցելու վրա։ Հաջորդ շարքը կարելի է լրատվական հավաքածու անվանել, որը խոսում է միայն ԱՄՆ միջազգային հարաբերություններ թեմաներից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է նվազեցնել Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր պատժամիջոցների ազդեցությունը, որոնք ուղղված են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային հսկաների՝ Ռոսնեֆտի եւ Լուկոյլի դեմ։ Պուտինը դրանք անվանել է թշնամական քայլ, ընդգծելով, որ կունենան որոշակի հետևանքներ, բայց չեն ազդի երկրի տնտեսական բարեկեցության վրա։ Սակայն վերլուծաբանները հակադարձում են, նշելով, որ ազդեցությունը կլինի էական։ Չինաստանի պետական նավթային հսկաները հիմա ժամանակավորապես դադարեցրել են ռուսական նավթի գնումները, իսկ Հնդկաստանի նավթավերամշակող գործարանները պատրաստվում են կտրուկ կրճատել ներմուծումները։ Արդյունքում համաշխարհային շուկայում նավթի գները հիմա բարձրացել են ավելի քան 5%-ով։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը այս քայլը ներկայացրել է որպես ճնշում Մոսկվայի վրա, ստիպելու նրան գնալ խաղաղության։ Դա դիտարկվում է որպես կտրուկ շրջադարձ Թրամփի նախկին դիրքորոշումներից։ Ընդամենը նախորդ շաբաթ նա հայտարարել էր, թե հավատում է, որ Պուտինը ցանկանում է խաղաղություն եւ պատրաստ է գագաթնաժողով անցկացնել։ Միացյալ Նահանգները զգուշացրել է, որ պատրաստ է նոր սահմանափակումների, եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարի Ուկրաինայի պատերազմում։ Մինչդեռ Մոսկվան շարունակում է պնդել, որ բանակցությունները կարող են սկսվել միայն այն դեպքում, երբ Կիևը համաձայնի տարածքային զիջումների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ իր կառավարությունը բանակցում է Շվեդիայի հետ մինչև 150 գրիպոն կործանիչների գնման շուրջ։ Այս քայլը նպատակ ունի ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները, քանի որ Ռուսաստանի պատերազմը, ինչպես նշել է Զելենսկին, մոտ ապագայում ավարտ չի ունենալու։ Զելենսկին ընդգծել է, որ Կիևը հույս ունի ստանալ եւ օգտագործել այդ կործանիչներն արդեն հաջորդ տարի։ Գրիպենը շվեդերեն, այսպես է կոչվում գրիվեն, նշանակում է առասպելական թևավոր առյուծ։ Այն հանդիսանում է 4-րդ սերնդի թեթև գերձայնային կործանիչ, որն ունի միայն մեկ շարժիչ։ Այն դասվում է բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների շարքին, որը կարող է իրականացնել ինչպես օդ մարտեր, այնպես էլ օդ-ցամաք ռմբակոծություններ եւ հետախուզական գործողություններ։ Շվեդական արտադրության այս ինքնաթիռը համարվում է բյուջետային եւ արդյունավետ, այլընտրանք համեմատ ավելի թանկ 5-րդ սերնդի կործանիչներից, օրինակ ամերիկյան F-35-ի։ Գրիպենը կարող է վերազինվել եւ բարձրանալ օդ ընդամենը 10-ից 20 րոպեում։ Այն կարող է գործել ոչ միայն ավիաբազաներից, այլ նաև միջին որակի թռիչք ուղիներից, ինչը նրան դարձնում է շարժունակ եւ հարմար տարբերակ մարտական պայմաններում։ Շվեդական մամուլի տվյալներով գրիպեն կործանիչներն առաջին անգամ իրական մարտական կիրառություն են ստացել այս տարի Թայլանդի եւ Կամբոջայի միջև բախումների ընթացքում։ Նախկինում դրանք հիմնականում օգտագործվել են օդային տարածքի հսկման նպատակներով։ Շվեդական գրիպենները արտահանվել են մի շարք երկրներ՝ Հարավային Աֆրիկա, Թայլանդ, Բրազիլիա, Չեխիա եւ Հունգարիա։ Նաև Կոլումբիան է հայտնել դրանց ձեռքբերման մտադրության մասին, իսկ Պերուն ուսումնասիրում է այդ տարբերակը իր հին ավիացիան փոխարինելու նպատակով։ Ուկրաինայի համար այս գործարքը կարող է դառնալ ռազմական դաշինքների խորացման նոր փուլ, հատկապես Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու ֆոնին։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է զարգացնել սեփական օդային պաշտպանության համակարգը եվրոպական գործընկերների հետ համատեղ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հնչեղ հայտարարություն է արել, նշելով, որ կարող է կոչ անել Իսրայելին ազատ արձակել Ֆաթահ շարժման բանտարկված առաջնորդ Մարվան Բարգութի, պաղեստինյան քաղաքական դաշտում ամենահայտնի եւ միավորող դեմքերից մեկին։ Այս գաղափարը Թրամփի քննարկվում է Սպիտակ տանը Գազայի հետ պատերազմյան կառավարման նոր մոդելի շրջանակում։ Թեև Սպիտակ տունը հիմա հրաժարվում է մեկնաբանել նախագահի խորհրդակցությունները, այս քննարկումը վկայում է այն բարդ իրավիճակի մասին, որում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձում են գտնել հուսալի քաղաքական առաջնորդներ Գազայի կառավարման նոր փուլում առանց Համասի մասնակցության։ Բարգութին, ով ներկայումս Իսրայելում կրում է բազմակից հմալ դատավճիռ, այս ամսվա Գազայի հրադադարի ընթացքում ազատ արձակվածների թվում չէր, չնայած որ Համասը պահանջել էր նրա ազատ արձակումը։ Իսրայելը նրան համարում է ահաբեկչական առաջնորդ։ Նա դատապարտվել է 2004 թվականին Իսրայելում տեղի ունեցած հարձակումների մասնակցության համար, որոնց հետևանքով զոհվել էր 5 մարդ։ Սակայն միաժամանակ Բարգութին եղել է երկու պետությունների խաղաղ համակեցության կողմնակիցը։ Շատ պաղեստինցիներ նրան համեմատում են անգամ Նելսոն Մանդելայի հետ, տեսնելով նրա մեջ պայքարի խորհրդանիշ։ 66-ամյա Մարվան Բարգութին համարվում է նաև Մահմուդ Աբասի հնարավոր իրավահաջորդը։ Այսքանը, շնորհակալ եմ, որ ձեր օրվա լուրերի չափաբաժինը լրացնում եք նաև մեզ դիտելով։ Եթե առաջին անգամ եք դիտում, բաժանորդագրվեք ալիքին եւ ամեն օր եղեք տեղեկացված։ Ես Հարություն Մինասյանն եմ, մինչ վաղը։ Առողջ եղեք։